Վեշտյա դու մամայի վեր։ Վեշտյա։ Կուդա։ Արտյոմ Ավետիսյանի երիտասարդ ընտանիքն աջակցության կարիք ունի։ Ընտանիքի երկրորդ զավակը 2014 թվականին ծնված Ֆելիքս Ավետիսյանը առողջական լուրջ խնդիրներ ունի։ Ծնողները բազմաթիվ դռներ են թակել փոքրիկին առողջացնելու հույսով, դիմել են մի շարք կառույցների աջակցության խնդրանքով, սակայն առայժմ որևէ արդյունքի չեն կարողացել հասնել։ Ֆելիքսի մոտ դրական դինամիկա դեռևս չի նկատվում։ ՑՏՊ-ով հիվանդ է։ Դիագնոզը տերեկայել են։ Երևան եմ տարել 2 անգամ արաբկիր բժշկական կենտրոնը, արաբկիր տարել եմ հետազոտելու անալիզներով բանով, էլի նույն պատասխանն է։ Ես չգիտեմ ուր ասես դիմել եմ, որտեղ ասես գնացել եմ։ Կոնե ուր կեշտամ կսեմ, կոնե թեկուս հեշ բանով չեք կարող օգնել, կոնե սնունդով ապահովեք այս երեխուն, կալցին լրիվ կալցի ընկած է օրորից նիարի երեխես հենոգլոբինը вообще գոյություն չունի արդեն էլ պաղել է ձեռներից հետ вообще խնդրեմ վերջես երեխուն սնունդ է պետք բժիշկները կսեն օրվա մեջ գոնե մի անգամ երեխեն մի 100 գրամ միսուդ է օր իր հենոգլոբինը ելնի բայց ի վիճակի չեմ մենակ 2000 դրամ մսի արժեք է 2500 դրամի ես չգիտեմ ում դիմեմ ուր կեշտամ սաղ դռները փակ է Նա չի կարող քայլել, ախտորոշումն է մանկական ցերեբրալ պարալիչ, հարկավոր են վերականգնողական կուրսեր, որոնք անվճար չեն իրականացվում։ Իր բուժման վերականգնողականի ծախսերի համար մեկ ամիսը արժե 150,000 դրամ, որ տունը պարամունքներ անցկացնենք, պետությունը լի վճարում կատարես երեխուն, որ գոնե ամիսեմ 15 օրից բացի, մի ամիսեմ է նորից պարամունքներ, նոր երեխու շարժումները գոնե ոտքերը նորմալ տնե գոնե որևէ մի առարգամ իրը մեկ գերի չեմ խաղալիկեմ նորմալ բռնե բռի մեջը բայ բայց չի անի դրել են 20 աշխատող ես պետական աշխատող ես արեք այնել են 21000 երեխու թոշակով 28000-ով նպաստով ես ինչ եմ մենակ 60 քանի հազար ես գումար եմ πάρք տան վարձը ես չգիտեմ օրեգան տնից են հանին ես ուր եշտամ այս հիվանդ երեխուս առնեմ ուր եշտամ Անվճար չեն նաև մի շարք բժշկական ծառայություններ, այս հանգամանքը խանգարում է Ավետիսյաններին, որ փոքրիկին ապահովեն լիարժեք բուժման կուրսեր, տեղափոխեն մայրաքաղաք։ Մենակ 6000 դրամ, 20 հիվանդ երեխուն անվճար է, 6000 դրամ մենակ ստոնց է տա։ Որ 20 անվճար է, բայց անալիզի խնդրեմ, անալիզի թուղթը փողով է մեր։ Երեխուս բուժման հարցը լուծեն Երևան տանել բերելու հիմնականում։ Վերականգնողական մեքենա տրամադրեն, գոնե 10 օր էս 15 օր տանեմ բերեմ գա ամիսեմ կանցնի նորից 15 օր բիտանեմ հնարավորություն չունի Ամուսինները շնորհակալ են բոլոր նրանցից, ովքեր ձեռք են մեկնել իրենց խնդրանքն անպատասխան չեն թողել։ Եթե միայն փոքրիկն առողջ լիներ եւ կարիք չլիներ օգնության խնդրանքով դիմել մարդկանց, հանել իրենց դժվարին իրավիճակից, ասում է Արտյոմ Ավետիսյանը։ Հուսահատության եզրին կանգնած ծնողները խնդրում են մարդկանց օգնել, կատարել իրենց առողջ փոքրիկ ունենալու ամենամեծ երազանքը, որ Ֆելիքսը քույրիկի հետ միասին թռչկոտի, գրկի նրան, միասին իջնեն բակ խաղալու։ Սա իսկապես երիտասարդ զույգի ամենամեծ երազանքն է։ Լծիկ փատաների օր դուրս տանի քուրիկը քեզի։ Ցիկ փատաների օր դուրս տանի։ Շնորհակալ եմ։